շատ կարևոր զրույց է սա ժամանակների համեմատ Սուրբ Հոգին առաջնորդել է եւ մենք տեսնում ենք, որ Տերը մի աշխարհը ինչ է կառուցում, ինչ ծրագրեր ունի եւ Տերը պատրաստում է իր եկեղեցին երկնքի համար եւ այս հոգեվոր պայքարի մեջ, այս հոգեվոր պատերազմի մեջ Տերը այս հոգեվոր կառույցն է, հավատքի կառույցն է մեր մեջ, ավելի շատ ուժադրություն դիպել, որ կարողանանք բարի պատերազմ պատերազմենք եւ հավատքը պահենք մինչեւ վերջ մեր ընթացքը կատարել։ 16-րդ գլուխ Մատթեոս 18-ամյա։ Այս գործն է կատարում, այս շինարարությունն է կատարում Սուրբ Հոգին։ Եվ ես քեզ կսեմ, որ դու Պետրոս ես, բայց վեմի վրա պիտի շինեմ իմ եկեղեցիս եւ դժոխքի դռները զանիկա պիտի չհաղթեն։ Այդ հոբը կառուցվել է վեմի վրա։ Վեմը Աստծո խոսքն է, Պետրոսը չի վեմը, վեմը Աստծո խոսքն է։ Այսինքն վեմը ճշմարտությունն է։ Եվ այդ վեմին Սատանան չի կարող հաղթի։ Ոչ ինքնակարանը, ոչ ինքնակարանը։ Սիրելիներ, եւ հիմա այդ կառույցը, այդ շինարարությունը շարունակվում է մեր կյանքում, հարց Տիրոջ, որ Տերը մեզի բաժին է հանել այս գործի մեջ, սա ամենակարևոր գործն է։ Եվ սա հենց մեր առաջի վերնագրի նաև բացատրությունն է, որ Տերը նաև գործում է մարդի կյանքում, մարդի մեջ, եւ մենք տեսնում ենք Տիրոջ գործը։ Այսինքն Սատանան մեր մարդկային հասկացողությունները, մեր ուժերին կարող է հաղթել, բայց Սուրբ Հոգու սարքածին չի կարող հաղթել։ Մեր սարքածը կհաղթի, բայց որ Սուրբ Հոգին է մեր մեջ կառուցել, դա չի կարող հաղթել։ Եվ չկարեցավ հաղթել։ Փաստորեն առաջի Ադամը դրախտի պարտեզի մեջ էին, բայց խոսքի վրա հաստատված չէին, որտեղ կյանքը դրախտը չի, կյանքը Աստծո խոսքով ապրելն է։ Առանց Քրիստոսի մի եղբայր այդպես ասել էր, առանց Քրիստոսի դրախտը չեմ ուզում։ Քրիստոսի հետ դժոխքում համաձայն եմ ապրել։ Պատկերացնեք ինչ ասել։ Այսինքն կյանքի իմաստը Աստծո խոսքով ապրելն է։ Ճանաչեք այս ճշմարտությունը, երիտասարդներ, որ այս կյանքը չփոխեք որևէ սատանայի առաջարկած ճակերտավոր կյանքերի հետ։ Եթե դուք ճշմարտությունը չեք ճանաչում, կփոխեք։ Բայց որ ճանաչում եք, ճշմարտությունը ձեզ կազատի բոլոր ժամանակներում։ Եվ հակառակորդը ինչ առաջարկեց Եվային եւ Ադամին։ Դրախտ չառաջարկեց, դրախտը կար։ Ոչ էլ ինչ-որ դրախտային կյանք կար։ Եվ եթե դուք նկատել եք, կյանքը առաջարկեց, որ այս պտուղից ուտեք, ոչ թե կմեռնեք, դուք էլ աստվածների պես այդպես կյանք ունենաք։ Ինչու կյանք առաջարկեց, որտեղ կյանք չունեին։ Եվ ինչու կյանք չունեին, բայց դրախտային կյանքը դրախտի մեջ Տերն ասել էր կյանքի ծառը նայեք, գնացեք այդ կյանքի ծառից կերեք։ Այսինքն ասում էր, որ կյանքի իմաստը դրախտում ապրելը չի։ Կյանքի իմաստը կենաց ծառից ուտելն է, իսկ կենաց ծառը Քրիստոսի խորհուրդն է։ Եվ այդպես էլ Աստծո խոսքը որպես վեր աստորեն փորձությունը ցույց տվեց, որ իրանք չեն հաստատվել։ Համարը Սատանան ում տվեց։ Եվ այն քրիստոնյաները, որտես տարիների մեջ այդ վեմի վրա հավատքով չեն հաստատվում, նրանք Սատանան գիտի, որ դից սկսի, որ կուլ են դու։ Մենք ճանաչենք ճշմարտությունը, վեմը ճշմարտությունն է։ Դրա համար մենք նաև վկայություն անենք, եթե մինչև այսօր
ես Տիրոջ ոտքերի մոտ եմ, եկեղեցում եմ, եթե չի, որ ամեն ինչ հարթ պես անցել է մեր կյանքում, ինչ ճանապարհներով ենք անցել, աղավանքներով, խոր ձորերով, մաղան շուքի ձորերով, արտասված հովիտներով, պատերազմներով, ճշմարտությունն է պահել։ Եթե մենք ասում ենք փառավորվի ճշմարտություն, նշանակում է ասում ենք փառավորվի Տեր Հիսուսը։ Նույնն է։ Եվ Հոբի զորությունը եղել Աստծո խոսքը։ Հավատացյալի զորությունը Աստծո խոսքն է։ Ստորակետ ճշմարտությունը։ Համար եմ ասում գրել Հռոմեացիս առաջի գլուխ 16 Հիշում եք Ադամի կյանքում ծննդոց գրքում գրված է, չէ, ասում կենդանիներին Աստված բերեց Ադամի առաջ եւ Ադամը բոլորի անունները Ադամն է գրել։ Եվ ում անունը ինչ որ դրել է, այդպես է մնացել։ Այդքան իմաստությունն էր առաջին։ Որտեղ Աստծո ձեռքերով էր ստեղծված։ Բայց Սուրբ Գիրքը ասում է, որ եւ այդ կենդանիների մեջ այդպես էլ Ադամը իրան հարմար օգնական, հարմար ընկեր չգտավ։ Հասկանում ենք, որ Ադամը ապրում է մենակություն եւ կենդանիների մեջ իրան ընկեր է գալիս։ Պատկերացնում եք սիրելիներ։ Գիտեք սա ինչ շորա բացատրելու։ Պատկերացրեք, որ մեզ ֆերմաները կան, չէ, անասունները, դուք տեսնում եք։ Մի մարդ գնա մտնի կողմը այդ անասուններին նայում է, այդ կողմերի անասուններին, ասում ենք ինչ ես ման գալի, ասում եմ ման եմ գալի գնամ ընկեր գտնեմ ինձ։ Ու Ադամը ընկեր էր ման գալի։ Սա Աստծո բացակայությունն է մարդի կյանքում։ Եթե դու փնտրում ես աշխարհում, եթե դու հոգու աշխարհում մենակություն ես ապրում, դատարկություն ես ապրում, սա Աստծո բացակայությունն է։ Եվ մի փնտրի, չես էլ գտնի։ Եվ սատանան կօգտագործի այդ առիթը, եթե դու երկար փնտրես։ Եվ մի հատ խաբուսիկ ընկեր կհանի քո կյանքում, ուտի կլի քեզի ճակատագրական սխալ։ Մի Սուրբ Գիրքը ցույց է տալի, որ Աստված հաճախակի օրվա զոր ժամանակ այցելում է եւ ասում է Ադամ ուր ես։ Շփվում էր Ադամի հետ։ Բայց ես չեմ հիշում դեռ որ գրված էր Ադամը Աստծուն փնտրել եւ ասել Տեր ուր ես, ես մենակ եմ, քեզ եմ ուզում։ Սա բացատրվում է, որ Ադամը ինչու է մենակ, որովհետեւ գենաց ծառից չէր ճաշակել։ Կյանքի բացակայությունն է սա։ Հոգու դատարկությունը կյանքի բացակայությունն է։ Աստծո բացակայությունը նշանակում է կյանքի բացակայությունը։ Եվ երբ որ դու հավատում ես ավետարանի քարոզած կյանքին, երբ որ դու ուրախանում ես, որ Տերը քո բարի հովիվն է, քո ապահովությունը, քո երջանկությունը, քո կյանքի իմաստը տեսնում ես Աստծո խոսքով ապրելու մեջ, քո հոգին լցվում է կյանքով։ Եվ դու սատանայի աղբանոցներում կյանք չես դուրս։ Ինչի է այսօր շատերը խորանում այդ ինտերնետային, այդ անմաքրությունների մեջ սոված այդ մարդը, կյանք է փնտրում, կյանք։ Այդ մարդը կյանք է փնտրում, դու կյանք ես փնտրում։ Եվ ինչ է, որ դու տեղից ուտում ես, այդ կեղտոտությունները, սատանայի աղբանոցից դու սնվում ես, չէ, այդ կեղտոտ ջերմն է խմում ես։ Ավելի ես ծարավում և ավելի սովը խեղդում եք ես, դե դեշի։ Մի կետ դուրս ես գալի, նորից խրվում ես, մի կետ, սեն սատանան, ես հիշում եմ մի քույրիկ զանգել են ձեռախոսով, ողբով պատմում է, որ ինքը այդ ինտերնետային ֆիլմերի մեջ իր ամուսնու հետ միասին հասել են ամենայն վերջի ծայրահեղություններին։ Ու ինչի է ինքս թափվել ու զանգել, եղբայրը նստում է, ուղղակի սատանան հայտնվեց իմ կյանքում, այդ ճար չկար, ես մեռնում էի։
դրա համար Partilo ce vor Satanan հայտնվել է, թե չէ դու ուշքի չէի գա, Աստված թույլ է տվել այդ փորձությունը, մեղքի վարձքը մահ, այդ կերակուրը դա ստության հացն է, ստության հացը ուտելով, սիրելիներ, մեղքի կյանքը ոչ մի պրոբլեմ չի լուծում քո կյանքում, ոչ քո հոգուստով է կշտացնելու, ոչ է ծառա Եվ ինչքան դու խորանաս մեղքի կյանքում, դրա վերջը մահն է, խախտվում են և գնում են մահն։ Դրանք ուտելու չեն, սիրելիներ։ Այսօր ոնց որ ժամանակները շատ ավելի զարգացած են, ավելի զարգանում են և շատ արագ են զարգանում, ինտերնետային և այլն ինչ զիբիլասես կա։ Մի մեղքը հեռախոսի մեջ չի, հեռախոսը չի մեղքը, ոչ էլ կամպյուտերն է մեղքը, ոչ էլ ինտերնետն է մեղքը։ Ես էլ ունեմ հեռախոս, շատ լսեք ինչ եմ ասում։ Այդ հեռախոսով ես օգտվում եմ ինտերնետից, WhatsApp-ից, Viber-ից, մեր ժողովուրդը ծվրված է, աշխարհում մենք կապեր ունենք, օնլայն պաշտամունքները այդ ճանապարհներով է, այսինքն գումար աշխատելը, գումար ունենալը մեղք է, թե մեղք չի։ Փող ունենալ պետք է, թե պետք չի։ Բայց այդ փողը դու կարող ես օգտագործես մեղքի ճանապարհների մեջ, կարող ես օգտագործես Տիրոջ ճանապարհների մեջ։ Ուրեմն մեղքը քո սխալ հավատքն է։ Ասում եմ ինտերնետը դիպացել չէ որ։ Ուզես թե չուզես, մի հատ անմաքուր ռեկլամ գալիս է, չէ՞, գալիս է թե չի գալիս։ Չի որ մեր հեռախոսների մեջ դες բաներ չկան։ Հիմա ես ինչու չեմ ուզում դրա մեջ խորանալ։ Ձեզ թվում է հազիվ զսպում եմ։ Ես ճանաչում եմ, այդ ճանաչողությունն է, ճշմարտությունն է ինձ բժշկում եւ ազատում։ Ամեն օր, որտեղ ամեն օրվա պատրաստ։ Այսինքն ես հասկանում եմ, որ մեղքի կյանքը եւ այդ սատկած ուտած լեշերը, որ ասեցիք չէ ճանապարհին կենդանիներ կամ մեքենայի տակ ընկած, ուտած, պտած, նույնն է, դա մեղքի սերոքսն է, ինչքան այդպես սատկած կենդանի կտենակ, հիշեք մեղքը։ Եդի մեղքի ճիշտ սերոքսն է։ Հավատքը հաղթում է աշխարհին։ Ավետարանի հավատքը ավելի զորավոր է, քան թե մեղքի հավատքը։ Որտեղ ես ճանաչում եմ, որ մեղքի կյանքը եւ այդ աղբանոցը նույնն է, աղտեղություն։ Եթե դու հավատում ես, այդ հավատքը հաղթում է աշխարհին։ Եթե դու խորանում ես, ուրեմն դու ճշմարտությունը չես ճանաչում։ Հասկանում ես, բայց չես ճանաչում։ Գիտես, որ դրանք սուտ են, աղտ են, չգիտես սատանայից ինչեր են, բայց դու դա չես ճանաչում։ Դու ուղղակի հասկանում ես։ Չի գրած, որ հասկանաս ճշմարտությունը քեզ կբժշկի, կճանաչես քեզ կբժշկի։ Դրա համար Սուրբ Հոգին այդ գործն է, մինչև ամենս էլ հասնենք հավատքին։ Եվ այդ ապարատները, հեռախոսը, կամպյուտերը, չգիտեմ ինչ է, հավատքի մարդիկ օգտագործում են Աստծո գործի մեջ։ Բայց ամեն բան ունի չափ ու սահման։ Չի կարելի, ես չեմ մտածում, որ ես հավատքի մարդ եմ, ունեմ հաղթություն, ուրեմն ինչքան է խորանամ այդ զիբիլանոցը պրոբլեմ չի կարելի։ Մենք բարիք չունենք խորանալ։ Եվ եթե պետք է լինի հավատքով, ոչ թե դժոխքի բախից, ոչ թե չի կարելի, այլ հավատքից։ Ճանաչեք այս ճշմարտությունը։ Երբ որ դու քո հավատքը Աստծո խոսքն է, թե քո գումարը, թե քո ավտոմեքենաները, թե քո հագուստները, քո կոշիկները, ամեն ինչ որ ունես, օգտագործում ես ավետարանի համար։ Տիրոջ այս ճշմարտությունները, որ Տերը մեզի ճանաչեցնել է տվել եւ կերակրել։ Փառավորվի Տիրոջ անունը։
ոչ մեղքից վախեցեք, ոչ է սատանայից վախեցեք։ Վախեցեք, որ հավատքը չկործի։ Ավետարանի հավատքը պահեք դուք իրա մեջ Էսի մեր հաղթությունն է և ես ուժն է, սա վերն է, որը մեզ կհասցնի երկին։ Հարկ Հիսուսը։